Այն օրը որ Ալիևը ասել է Հայաստանը տնային աշխատանք ունի, գնացեք ձեր տնային աշխատանքը արեք, եթե չեմ սխալվում կատարում էր որտեղ էր։ Դոհաում էր, չգիտեմ, էական չի որտեղ էր ասում։ Ես այդ օրը հարցերից տվեցի, ասեցի ես Ալիևի տնային աշխատանքը չեմ կատարելու եւ հետեւաբար ես այդ օրվանից չեմ գնացել համանդրական խորհրդի նիստերին։ Մեծ հաշվով բոյկոտում եմ։ Եվ այստեղ շատ կարևոր բան կա։ Հիմա Գորգ ջան, մեզ պարտադրում են Ալիևի պահանջները որպես տնային աշխատանք խելոք նստել կատարել։ Այս խորհուրդը համանդրության չի փոխում Սերժ Սարգսյանի կոստյումը։ Ուղղակի կոսմետիկ մի քանի բան են անում, ուզում եմ ձեզ իրազեկեմ, եւ վերջում հանգեցնելու են նրան, որ ահա պրեամբուլան է փոխեցինք, նոր համանդրության տեքստ ունենք։ Էս ա լինելու։ Ես ձեզ հիմա էլ ընդեղել եմ ասել, խորհրդում եմ ասել, որ ես դեմ եմ քվեարկելու, ես դեմ եմ, դրա մասին խոսակցություն եղել է, էլի մարդիկ են ասել, որ կա դեմ քվեարկեն, հիմա էլ եմ ասում, բայց ես այս պայից սկսած, ես անիմաստ եմ համարում այդ խորհրդում իմ լինելը։ Ինչու՞, որովհետև արդեն նախանշված, այսինքն ինքը անբեկանելի է, այսինքն տեղել հարց չի քննարկվում։ Վարչապետն ասում է, որ 100% անես, մենք հանրում ենք, պրծավ։ Եվ ավելին, այն հեղափոխության ժամանակ եղած են խոստումները։ Մեր այդքան լոբինգ արած 2014 թվից 15 թվին որ սանացում ընդունվել է, որ այս սահմանությունը արհավիրք կա բերել երկրի գլխին։ Պետք է այն փոխել, այս խորհուրդը չի կատարում։ Եվ իմացեք, սիրելի հայրենակիցներ, որ վաղը մենք գնանք պարլամենտ այս ընտրություններից հետո, մենք այս համանդրությունը փոխելու ենք, սարքելու ենք համանդրություն, որը սուպեր վարչապետական չի։ Այն այլանդակությունները, որ երկրում տեղի ունենում, նաև այս համանդրության պատճառով է, որ չկա հակակշիռներ, փոխզսպումներ, եւ այդ ամեն ինչը մենք պետքա փոխենք։ Ես այդ նպատակներն եմ իմ առաջ դրել, որ փորձել եմ այդտեղ իմ ներդրումը որպես համանդրական իրավունքի մասնագետ ունենալ։ Բայց պարզվում է, մենք պետքա Ալիևի հրահանգները կատարենք եւ Ալիևի հրահանգները, տնային աշխատանքը, բանը կատարենք, տնային աշխատանքն է սա մեր։ Եվ սա խաղաղության հետ կապ չունի, չխաբվեք։